Ողջույն, ես Հասմիկ Անտոնյան եմ, այսօր տաղավարում հյուրընկալել ենք քաղաքագետ Ազատ Արշակյանին և Սուրեն Սահակյանին։ Նախ ուզում եմ մեր զրույցը սկսենք սկանդալային հանդիպումը, որը տեղի ունեցավ Թրամփի և Զելենսկու միջև նախորդ շաբաթ, զուգադրենք նաև Մակրոնի չբավարարված այցը Միացյալ Նահանգներ, Լոնդոնի գագաթնաժողովը, այս ամեն ինչը ամփոփելով, ձեր կարծիքով ինչպիսի գնահատական կտա այս գործընթացներին Միացյալ Նահանգները։ Նախ մենք երևի պետք է մեր կարծիքը ասենք։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովուրդը արդեն իր գնահատականը տվել է, ընտրել է նացիոնալ ժողովրդավարությունը, եթե կարելի նացիոնալը վերցնեմ ճակերտների մեջ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում նացիոնալը չի հնչում, բայց այսինքն պահպանողական դեմոկրատները կամ նացիոնալ դեմոկրատները ընտրել են իրենց նախագահին, հետ մղելով, մերժելով հանդուրժող սոցիալ-դեմոկրատներին։ Դա իրենց ընտրությունն է։ Ես նաև մտածում եմ, չլինելով ամերիկացի, ես նաև մտածում եմ, որ աշխարհակարգում փոփոխություն տեղ ունեցավ, Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջիկա 4 տարում փոխում են իրենց քաղաքական կուրսը եւ պարտադրում են, որպես հեգեմոն պետություն, պարտադրում են, որ դա անեն նաև իրենց դաշնակից պետությունները։ Ասենք օրինակ Եվրոմիությանը համարում են սոցիալիստական պետություն եւ այլն։ Պարոն Արշակյան, խոսեցիք նոր աշխարհակարգի ձևավորման մասին, ձեր կարծիքով ո՞ր ուժերն են ձևավորում այդ նոր աշխարհակարգը։ Ազդեցիկ ուժերը, ձևավորող ցանկացողները շատ են, բայց կարող են ձևավորել այնպիսի ուժեր, որոնք ունեն ռեսուրսներ, մարդկային ռեսուրսներ, տնտեսական, ռազմական, քաղաքական ռեսուրսներ։ Ես կարծում եմ, որ առաջի հերթին դա Եվրոմիությունն է, որպես ընդհանրապես այսօրվա քաղաքակրթության հեղինակը, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Հեռավոր Արևելքում Չինաստանը, այդ երեք ուժերը այսօր ուժային կենտրոններ են եւ իրենք թելադրում են, պարտադրում են նոր աշխարհակարգ։ Պարոն Սահակյան, դուք ինչպես կմեկնաբանեք։ Ես կարծում եմ, որ այս փոփոխությունները, որոնք տեղի են ունենում հիմա, վաղուց են նախապատրաստվում։ Ես մի հոդված ունեմ 13 թվականին գրած, որ արդեն բևեռները դառնում են Չինաստանն ու ԱՄՆ-ն, այսինքն մարտահրավերը Չինաստանի ընդունվում է, հիմա արդեն խոսում են ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին, ՆԱՏՕ-ն չեղարկելու մասին, ուրիշ կառույցներ ստեղծելու մասին, արդեն այդ հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում AUKUS են ստեղծել, նոր ՆԱՏՕ են ստեղծել, Ավստրալիայի, Անգլիայի եւ Ամերիկայի դիվանագիտական շրջանակները եւ ռազմական համագործակցությունը ձևավորվել նաեւ Ճապոնիային ներառելով եւ այն ինչ տեղի ունենում խոշոր հաշվով առաջնահերթությունների փոփոխությունը, ոչ թե կարդինալ փոխում է քաղաքականությունը ԱՄՆ-ն, այլ առաջնահերթություններն է փոխվում, հիմա կենտրոնանալու է այդ հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա, ինչ վերաբերում է պրակտիկ առումով ինչ տեղ ունեցավ կոնկրետ Ուկրաինայի դեպքերի հետ կապված, վաղուց հասունացող ճգնաժամի այդ արևմտյան շերտում ճգնաժամի արտահայտություններ, որ երկու երկրներն շատ բարդ իրավիճակի մեջ դրեց։ Նախ Ուկրաինային բարդ իրավիճակի մեջ դրեց, որ եթե հանկարծ ԱՄՆ-ին որոշում կայացվի չաջակցել այլևս, իսկ դա ոչ միայն ռազմական տեխնիկայի մատակարարումներն են, դա իր հերթին, ֆինանսներն են, դա էլ իր հերթին, բայց օրինակ կարող է, եթե Ամերիկան եւ Ռուսաստանը միջակայքով հանդես գան, Ուկրաինայի գործերը բարդանալու են շատ։ Մյուս կողմից Ամերիկայի վիճակն էլ եւ ոչ միայն Ամերիկայի որպես պետություն չէ, կառավարող էլիտայի որպես Թրամփը որպես առաջնորդ, իրենց վիճակն էլ բարդացավ, որովհետեւ իրենք ըստ էության Ուկրաինային աջակցող աշխարհի առաջ պատասխանատու են այդ քայլերի համար եւ այսօր Թրամփի վարկանիշը շատ դեպքերում կարող է Զելենսկուի խոսքից կախված լինել։ Դա Պարոն Սահակյան, Զելենսկին գնաց բախման, հաշվի առնելով Թրամփի այն հայտարարությունը, որ նա գնում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ։ Չէ, դա արդեն
այդպես բանավեճը հասունացել էր եւ ոչ Թրամփը սկսեց դա, ոչ Զելենսկին, նա սկսեց Վեսը, Ջեյդի Վենսը եւ փոխնախագահ ԱՄՆ-ի իմ կարծիքով բավականին անտրամաբանական Մի շարք միջազգային փորձագետներ պնդում են, որ Զելենսկին անհարգալից կերպով պահեց իրեն, անգամ շնորհակալություն չհայտնեց։ Զելենսկին մեռավ շնորհակալություն հայտնելով այս 3 տարում հարցը չի անհարգալիցնել ինչ որ տրամաբանություն կա այդ ասածների մեջ, որովհետև դա պրոտոկոլային հանդիպում է, որտեղ մարդիկ սովորաբար դիվանագետները իրար կամ երկրի առաջնորդները իրար սիրուն գեղեցիկ բառեր են ասում, գովում իրար եւ հետո գնում փակ դռների հետևում շարունակում այդ բանավեճը։ Զելենսկին քիչ հարց տվեց նախ այդ բանին մարդու հետ ինքը չէր խոսում ըստ էության, այսինքն իր օպոնենտը բանն էր, նախագահն էր, քիչ նրան հարց տվեց, մի հատ էլ անունով դիմեց եւ այդ պրոտոկոլից ընդհանրապես դուրս եկավ եւ այդ իրավիճակը խառնվեց իրար էլի այդպես։ Բայց ասել, որ Զելենսկին այդ կոնֆլիկտը հրավիրել չէ, Զելենսկին փորձում է նվաստացնել, չնվաստացավ, ինքը հարցակման անցավ։ Իսկ այս ամեն ինչ նպատակ ուներ ես։ Այնքան նպատակ կարող լինի, ես ոնց կարող ճիշտ ասեմ եւ կարող ենթադրեմ մի շարք նպատակներ։ Կարող դա հրահրված լիներ ԱՄՆ կողմից, որպես Զելենսկուն բարդ իրավիճակի մեջ դնելու եւ հետագայում այդ բարդ իրավիճակը օգտագործելով ինչ-որ բաներ պարտադրելու համար։ Մեկ հետո շատ են խոսում, որ հեսա Ուկրաինայում առաջիկայում ընտրություններ կարող լինեն, դա ԱՄՆ-ի պահանջն է այդ ընտրություններում բացասական լույսի ներքո երևա Զելենսկին, այդ մի կողմից։ Երկրորդ տարբերակը կարա Զելենսկին ինքը հրահրի եթե ոչ մի բան չաներ, Զելենսկին մեկա կաներ։ Ինչի դա էլ իր տրամաբանություն ունի, որովհետև ԱՄՆ-ը ստիպում էր ինչ որ հանքանյութերի մասին պայմանագիր ստորագրել, որը Ուկրաինան բազմիցս ասել է, որ ձեռ չտալի։ Դեռ կգանք այս թեմային։ Եթե ներողություն մի նախադասությամբ ավարտեմ, որ եթե Զելենսկին եկել էր այդ պայմանագիրը ստորագրելու, որպես չոր փաստ պայմանագիրը չի ստորագրվել։ Ուկրաինայի անհարմար պայմանագիր չի ստորագրվել, հետևաբար Զելենսկին էլ հետաքրքրություն ուներ այդ կոնֆլիկտը հրահրելու եւ շարունակելու, բայց այնքան շատ ենթադրություններ կարելի անել այդ առումով, մենք ճշմարտությունը չեն կարող ասել։ Փաստորեն երկուսին էլ երկու կողմն էլ ձեռնտու էր չստորագրել։ Նրանք 100% էին ուզում ընդերքը 50 առաջարկվեց։ Նրանք ընդհանրապես 50-ն էլ չէին ուզում, այնպես որ ձախողումը երկու կողմին էլ հարմար էր։ Պարոն Արշակյան, դուք ինչպիսի մեկնաբանություն կտաք այս ամենին։ Հանդիպմանը ես կարծում եմ, որ երկուսն էլ շահեցին։ Չէին ուզում, ամերիկայիցիները չէին ուզում այդ պայմաններով աջակցել եւ ընդհանրապես աջակցել։ Իրենց անհրաժեշտ էր առիթ պետք է լիներ, հարմար առիթ պետք է լիներ բացակայելու համար, մասնակցությունը պակասացնելու համար կամ այդպես ասենք, կամ հակառակորդի կողմը անցնելու համար առիթ պետք է տար, առիթ։ Արդարացի էր Թրամփի կողմից հնչեցված սպառնալիքները, վիրավորական արտահայտությունները, եթե կարող եմ այսպես մեկնաբանել, ուղղված Զելենսկուն, երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել եւ այլն։ Չէ, ընդհանրապես Զելենսկին զոհն է։ Զելենսկուն դրանում մեղադրելը դա արդեն թուլացնում էր։ Տրամփի դիրքերը թուլացան, որովհետև հայտարարված է Ամերիկայի Միացյալ Նահանգներ իրենց հայտարարել են եւ մյուսները ճանաչում են որպես միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հեղինակ կամ համահեղինակ եւ այդ կանոնադրության կանոնների պահապան։ Այսինքն շերիֆն է, համաշխարհային շերիֆ է, նա պետք է կարգ ու կանոն ապահովի, խաղաղություն եւ կայունություն ապահովի։ Իր նախաձեռնությունով են բոլոր այդ գլոբալ ծրագրերը սկսվել, երևի բացի ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիայից։ Մնացածը բոլորը այդ առողջապահության միջազգային կազմակերպությունը, մարդասիրական բոլոր կազմակերպությունները, նույնիսկ Հագայում գտնվող դատարանը
Միավորված ազգերի կազմակերպության դատարանն է։ Այսօր բացվեց, որ օրինակ Իտալիան հրաժարվում է զենք ուղարկել Ուկրաինա, այսինքն Եվրոպան փորձում է այս միջոցով նույնպես իր ազդեցությունը ցույց տալ Ամերիկայի հետ հարաբերությունների ժամանակ։ Ամերիկան պայմաններ, ես որ սկզբից ասացի, որ հաղթեց նացիոնալ դեմոկրատիան, նացիոնալ դեմոկրատները, ազգայնականությունը, այսինքն հիմա այնպես ստացվեց, որ ամերիկացիներ եւ նաեւ եվրոպացիների զգալի մասը հոգնել են ներառականությունից, սոցիալիզմից հոգնել են։ Ու դա բնակ ես համարում եմ բնական մի բան, որ հյուսիսային եվրոպացիները, հյուսիսի եվրոպացիները, եվրոպական ծագումով ամերիկացիները հոգնեցին այդ հավասարությունից, արդարությունից, նախկին ստրկատերերը, նախկին գաղութարարները հոգնել էին դրանից։ Այդ Տրամպի այդ Uber alles-ը, Deutschland Uber alles, դա է Գերմանիա նախ եւ առաջ, հիմա էլ Ամերիկան նախ եւ առաջ, որ Ամերիկայի մասին են խոսքը նախ եւ առաջ։ Չէ՞ որ հիմա մի քանի օրենքներ ընդունվեցին, օրինակ 3 առաջ օրը Միացյալ նախագահը ստորագրեց փաստաթուղթ անգլերեն լեզուն հայտարարվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնական լեզուն։ Դուք պատկերացնում եք 250 տարի Ամերիկայի Միացյալ Նահանգներում պաշտոնական լեզու, պետական լեզու չի եղել։ Դեռևս հիմնադիրների ժամանակ քննարկվել է գերմաներենը լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների լեզուն, թե գաղութարարի անգլերենը։ Պատկերացնում եք անգլերենը համարում էր գաղութարար եւ հաշվեցին հիմնադիրները երկրի այդքան օրենքներ պետք է թարգմանվեն հարկային պաշտպանության բան անգլերենից թայլ ասեցին դե լավ թող մնա որ նահանգը որ լեզվով կուզի թող խոսի 3 առաջ օրը շաբաթ օրը Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայտարարվեց որ անգլերեն լեզուն պարտադիր պետական լեզու է դա նշանակում է որ նրանք ովքեր որ անգլերեն չգիտեին նախկին օրենքներով պետությունը ապահովում էր թարգմանությունը։ Այսինքն իսկ հիմա արդեն մարդը, ով որ անգլերեն չգիտի, դու գիտեք քանի միլիոն մարդ անգլերեն չգիտի, մոտավորապես 70 միլիոն մարդ անգլերենին չի տիրապետում Միացյալ Նահանգներում, օրինակ գերմանախոս ամերիկացիներ կան, որ անգլերեն չգիտեն։ Պարոն Արշակյան, մենք տեսնում ենք, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները ակտիվորեն զարգանում են, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2 տարի անց կոնգրեսի ընտրություններ են եւ շատ հավանական է, որ Ամերիկայում որոշումները կփոխվեն։ Արդյոք Պուտինը այս ամեն ինչը հաշվի առնելով է գնում Ամերիկայի հետ մերձեցման։ Պուտինը ոչ մի անգամ էլ չի ուզեցել Ամերիկայի հետ իր հարաբերությունները փչացնել։ Ընդհանրապես ռուսական իմպերիան, երբ իմպերիա էր, սովետական միությունը նույնիսկ գերբը, երբ որ սովետական միության գերբը մշակում էին, Ամերիկայի Միացյալ Նահանգները մուրճ ու մանգաղից հեռու պահեցին։ Դա միայն Եվրազիայի վրա էր տարածվում։ Այսինքն Ամերիկան միշտ արտոնյալ գործընկեր է եղել ռուսական իմպերիայի համար։ Ասենք որ Եկատերինայի ժամանակ օգնել են անկախական ամերիկացիներին։ Ասենք որ բոլոր սովերի պատերազմների ժամանակ ամերիկացիները օգնել են Ռուսաստանին։ Օգնել են Ռուսաստանին, որպեսզի Ռուսաստանը հաղթի։ Այսինքն նրանց հարաբերությունները միշտ եղել են գործընկերային, իրար ճանաչել են։ Հիմա տվյալ դեպքում, եթե նախ մի շաբաթ առաջ այս տխրահռչակ հանդիպումից սկանդալից առաջ Տրամպը ստորագրեց մի տարով երկարաձգեց պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ։ Տեսեք մի տարով երկարաձգեց օրենքը ենթադրում է որ մի տարի հետո կարող է երկարաձգվել պատժամիջոցը Ամերիկայի Միացյալ Նահանգների իր հրամանագրով եւ նախորդ նախագահի հրամանագրով ձևավորված պատժամիջոցները կամ եթե մի տարի հետո չի վերահաստատվում, չի կրկնվում, ուրեմն դադարում են պատժամիջոցները։ Մի շաբաթ առաջ հենց Տրամպը ստորագրեց որ 1 տարով երկարաձգվում են պատժամիջոցները, այսինքն ինչ մերձեցման մասին է խոսքը։ Այդ որ իրանք քաղցր որպես գործարար քաղցր խոսքեր են իրար ասում, դա ոչինչ, մյուս կողմից էլ պատասխան կա, Ռուսաստանն էլ պատասխանեց։ Ասեց որ մինչև որ մեր հարաբերությունները լիարժեք չլինեն, այսինքն դիվանագիտական քաղաքական երկխոսությունը չվերականգնվի նախկին մակարդակի վրա։ Տեսեք, Ռուսաստանը փորձում է Ամերիկայի հետ իր հարաբերությունները լավացնել, բայց նույն ֆոնին Եվրոպան Ռուսաստանին առաջնային թշնամի է համարում։ Այս դեպքում ուր է գնում Եվրոպան։
Եվրոպան գնում է ինքնիշխանության, այսինքն Եվրոպան լքված է։ Եվրոպան հիմա դա մի քիչ ավելի խորքային մենք երևի ձևաչափը ձեր այնպեսին որ չենք հասնի։ Եվրոպան ընդհանրապես Ամերիկայի Միացյալ Նահանգների մեղադրանքները ես հասկանում եմ։ Դուք պատկերացնում եք, որ 500 միլիոն բնակչություն ունեցող Եվրոպան ինքնապաշտպանության ռեսուրսներ չունի, հովանավորյալ է, դա իրոք անարդար է։ Հիմա այ որ մենք իմ գործընկերն ասեց, որ տեղափոխությունը միայնակ առանց Ամերիկայի աջակցության օգնել Ուկրաինային։ Իհարկե կարող է, իրենց պահեստները թող դատարկեն, արդյոք Եվրոպան ուզում է, որ պատերազմը հիմա ավարտվի, եւ այդ դրամը եմ ասում, եւ մի նախադասություն ասեմ, իմ գործընկերոջ ասածը ուզում եմ կրկնել ուղղակի, Եվրոպան չի ուզում, որ ինքը ծախսի իր ռեսուրսները, ասենք իր սոցիալական ծախսերը կրճատի եւ անվտանգության վրա ծախսի, քանի որ Ամերիկան դա ապահովում է, բայց քանի որ մենք նոր քննարկեցինք, տեղափոխվում է Ամերիկան, իր ուշադրությունը, իր ռազմական պոտենցիալը տեղափոխում է հնդկական եւ խաղաղ օվկիանոսներ Չինաստանի դեմ, եւ այնտեղ նույնիսկ փոքր արդեն կոալիցիա է ձևավորել Նոր Զելանդիա, Ավստրալիա, Կորեա, Հարավային Կորեա, Ճապոնիա, Հնդկաստան։ Այսինքն ինքը Ատլանտյան օվկիանոսից տեղափոխվում է հնդկական եւ խաղաղ օվկիանոս։ Եվրոպան մնում է մենակ, բայց հարց է առաջանում, իսկ Եվրոպային ով է սպառնում։ Ռուսաստանը ոչ մի անգամ չի սպառնացել բոլոր ժամանակներում, նույնիսկ Նապոլեոնի ժամանակ ինքը որպես դաշնակից Անգլիայի խնդրանքով է Փարիզ մտել։ Երկու անգամ Բերլին է մտել ու դուրս է եկել որպես դաշնակից։ Այսինքն Եվրոպան ըստ էության ասում է ինձ չեն սպառնում, վտանգ չկա։ Այ մի քանի տարի առաջ իսլամական վտանգը, որ կար, էլի Ամերիկայի դեմ էր, էլի բարձրահարկ այդ աշտարակները խորտակեցին։ Ես կարծում եմ, որ բարդ վիճակ է, մեր ժամանակը 30 րոպեում մենք ամեն մեկս եթե 30 րոպե տակ, մենք կփորձենք մեր ունկնդիրներին ներկայացնել ոնց եք մտածում, բայց Եվրոպան այո պետք է հրաժարվի իր սոցիալական ծրագրերից, անպայման պետք է հրաժարվի, որովհետև անհնար է, մարդը չծնված, պաշտպանված է, նույնիսկ թաղումը անում է պետությունը։ Պարոն Սահակյան, կիսում եք Վահան Արշակյանի տեսակետը։ Հիմնականում այո, ես համաձայն չեմ, որ Եվրոպային հիմա ոչ մի բան չի սպառնում, ինչ է ասում է, չէ՞, Իսկ ինչ է սպառնում։ Նայեք, այն ռեժիմը, որ ձևավորել է Պուտինը Ռուսաստանում, ինքը անդադ արտաքին թշնամու պահանջ ունի։ Առանց դրա ինքը հնարավոր չի, որ շարունակի գոյատևել։ Բոլոր նման ռեժիմները արտաքին սպառնալիք են ձևակերպում եւ հերոսաբար պայքարում դրա դեմ, կամ տաք պատերազմով, կամ սառը պատերազմով։ Հիմա Եվրոպայում բազմիցս ասել են դրա մասին, հիմա էլ ասում եմ, որ այդ պատերազմը, այդ թշնամին հիմա եթե Ուկրաինան է, տաք պատերազմում, ապա հաջորդը Ուկրաինայի հարցերը լուծելուց հետո Եվրամիության երկրներն են։ Սկզբից ասում են Բալթյան երկրները, հետո Լեհաստանը, շատ խոսում է, որ Բելարուսիայից զորքեր են կուտակում Լեհաստանի վրա, այսինքն Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամների վրա հարձակվեն։ Դա քիչ հավանական է, բայց որ ֆոկուսը կենտրոնանալու է հենց Եվրոպայի վրա, այդ սպառնալիքը կենտրոնանալու է Եվրոպայի վրա, կա այդպես բան եւ դա անտեսել պետք չի եւ պատահական չի, որ արդեն խոսում Արևելյան Եվրոպայի վրա համաձայն եմ, Արևելյան Եվրոպայի վրա, կենտրոնական եւ արևմտյան Եվրոպայի նկատմամբ չկա, դեռևս ես ուղղակի ներողություն եմ խնդրում, դեռևս Եկատերինայի ժամանակ մարդահամարի տվյալներով Ռուսաստանի իմպերիայի բնակչության 40%-ը քրիստոնյա էր, 60%-ը այլադավան, ու Եկատերինան դեռ խնդիր դրեց Եվրոպայի, արևմտյան Եվրոպայի առաջ, եթե դուք ուզում եք, որ ես պայքարեմ հարավի դեմ, ոսկե հորդայի դեմ, այսինքն պատնեշը լինեմ այդ հորդաների համար, ուրեմն ինձ հոնորար տվեք Լեհաստանը, Կովկասը, քրիստոնյա Կովկասը, քրիստոնյաներին, այսինքն ռեսուրս Ուկրաինան, Լեհաստանը, Ֆինլանդիան ուզում էր ասում էր դա, որպեսզի ես կարողանամ դանել։ Հիմա էլ Ռուսաստանը ասում է, որ արևմտյան ինձ Ֆրանսիան, Բրիտանիան որպես ապաստարան է պետք մեր հարստությունը տեղափոխել կամ ուսուցիչ։ Եթե դուք ուզում եք ես պաշտպանեմ ձեզ հարավից, մահմեդականությունից, եթե ուզում եք ես ձեզ Չինաստանից ու նախկինում Ճապոնիայից պաշտպանեմ, ինձ թիկունք տվեք, ապահով թիկունք։ Արևմտյան, արևելյան Եվրոպան պետք է լինի իմաստության գոտին։ Ստալինյան ծրագիրը,
Այո, ես համաձայն եմ, որ ինքը մեր Բալթյան երկրները, սլավոնական պետությունները, Բալկաններից սկսած, ասում է դրանք տվեք ինձ, որպեսզի ես ապահով զգամ ինձ, եւ այդ դեպքում ես արդեն ինչ է պետք, Կվանտունյան բանակի դեմ կռվեմ, Ճապոնիայի դեմ պայմանագիրը խախտելով ուխտադրուժ պատերազմ էր 1945 թվականին սովետական միությունը իրավունք չուներ Ամերիկային օգնելու Ճապոնիայի դեմ, բայց ասեց, քանի որ տալիս ես Լեհաստանը, Չեխոսլովակիան, Հարավսլավիան, ես մտնում եմ Ճապոնիա, մտավ Մանջուրիա եւ այլն։ Ես ձեր հետ մասամբ համաձայն եմ։ Մենք ստացվեց, որ անդադ մասամբ իրար հետ համաձայն ենք։ Եթե ժամանակ լիներ, կարելի էր այդ քննարկել եւ ես կարծում եմ Ռուսաստանը միշտ է այդ գլադիատոր է եղել, որ հովանավորեք, ես ինչ որ մեկի դեմ պայքարեմ, որովհետեւ ինքը լեգիոներ, գլադիատոր չէ, լեգիոներ։ Եվ այն որ ինչ որ պատերազմներ, թեժ վիճակներ լինելու են, թեկուզ Ռուսաստանի անմիջական մասնակցության կարող է չլինի, բայց կարծում եմ կլինի իր մասնակցությունը նաեւ, այնա որ այդ տարեկան 1 միլիոն արկա ստեղծում արտադրվում։ Այդ արտադրվող զենքը, որ հիմա բանն անում, թափը հավաքի ռազմարտությունաբերությունը, միտեղ պետք է օգտագործվի։ Դա մենակ պահեստներ լցնելու համար չի։ Եվ Եվրոպան նոր է սկսում։ Ես կարծում եմ, որ այս տուրբուլենտ վիճակը, որ աշխարհում ստեղծվել է, դեռ առաջիկա տարիներին չի հանգուցալուծվելու եւ մինչեւ 30 թիվը այդ մինիմում, որ աշխարհում տարբեր տեղերում պատերազմներ կծագի, ոնց որ սկսվեց Սիրիայից, հետո Արցախից, հետո բայց տարածվելու ամբողջ Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Կորեաներ։ Դեպի հարավ, դեպի արևելք։ Ինչ որ բան ունեն դրական առաջընթաց ունեն իրենց հարաբերությունները զարգանալու, այն էլ Հյուսիսային Կորեան տրակացրեց այդ կամուրջները Միջին Ասիայում հնարավոր, հիմա կոնկրետ մերձավոր արևելքում այդ բանում Իսրայելում, Սիրիայում էլի թեժավիճակը եւ շարունակվելու ամբողջ աշխարհում եւ իմիջիայլոց այդ Թրամփը երբ որ ասում էր դուք խաղում եք երրորդ համաշխարհային պատերազմի հետ, այդ ինքը չէր խաղում։ Զելենսկին չի խաղում։ Դա Պուտինը եւ ավելի շատ Թրամփն են խաղում, քան Զելենսկին։ Որոշ փորձագետների կարծիքով Թրամփն ու Պուտինը պատրաստվում են այսպես կոչված աշխարհը կիսել միմյանց մեջ։ Կիսում եք այս տեսակետը։ Եթե ազդեցության գոտիների մասին է խոսքը, ապա այո։ Եվ դա նոր բան չի։ Նոր բան չի, պարբերաբար աշխարհը տենց կիսվում է։ Այդ աշխարհը կիսվելը սկսվել է Վեստֆալյան համաձայնագրերից հետո աշխարհակարգ երևույթը հենց առաջացավ, միշտ տարբեր ժամանակաշրջաններում երկար կամ կարճ ժամանակով 30 տարուց մինչև 150 տարի կիսում են ամեն հատվածի մի ոստիկանին նշանակում, որպեսզի process-ները վերահսկելի լինեն, մեծ պատերազմներ չլինեն։ 1648 թվականից անդադ մի 4 անգամ, էսի 5-րդն է, եթե չեմ սխալվում, այդ երբ որ նախկին հարաբերությունները իրենց սպառում են, նոր հարաբերություններ են ստեղծվում, այսպես տուրբուլենտ վիճակ է ստեղծվում, 30 տարի շարունակվում է եւ նոր կարգեր են հաստատվում։ Ոնց որ դա նորություն չի, դրա մասին էլ հոդված ունեմ գրած։ Իսկ բարագայում Ռուսաստանը կընտրի ԱՄՆ-ին, թե Չինաստանին։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը շատ հմուտ կերպով ներքաշել են այս պատերազմների մեջ եւ Ռուսաստանը կորցրել է այն ազդեցությունը, որ ինքը կարող է որոշի որ կողմը բռնի։ Ինձ թվում է նաեւ Պուտինի այս խելոք հնազանդ բանը, որ Թրամփի բոլոր պայմանները ընդունում է, հուշում է, որ ինքը ըստ էության այդ արևմտյան կոալիցիան, որ ձևավորվել էր, ինքը շանս չուներ չհաջողվելու։ Ամենամեծ տնտեսությունները միավորվել էին եւ Չինաստանն էլ կախում ուներ այդ տնտեսություններից, նես չէր էլի, որ ուղիղ առճակատման մեջ է, որ ասեն Ռուսաստանը ներկաշել իր ճամբար։ Նույն սանկցիաները, որոնք պատժամիջոցները, որոնք կիրառել են ԱՄՆ-ն եւ Եվրոպան, Չինաստանն էլ էր պահում։ Եվ այդ առումով եթե Ռուսաստանը կորցնելու է ինքնիշխանությունը, ապա կորցնելու է որպես պատրոն ունենալով ԱՄՆ-ն։ Այդ թևը, այդ ճամբարը։ Պարոն Ազատյան, կկիսվի աշխարհը։ Աշխարհը կիսված է։ Հիմա էլ է աշխարհը բաժանված ազդեցության գոտիների։
ուղղակի այն փայ, այն բաժինը, որ մնացել է Ռուսաստանին չի բավարարում հենց թեկուզ անվտանգության նկատառումներով։ Վտանգ է տեսնում, որտեղ Էստոնիայից, Ֆինլանդիայից եւ եթե այսօր էլ հաշվենք Չեռնիգովից հրթիռները 5-6 րոպեում հասնում են Կրեմլ։ Դա պատկերացնում եք ինչ է իր համար։ Նա ասում է, որ հեռու արեք ձեր հրթիռները։ Այսինքն գոնե 2 ժամ պետք է տևի, որ մենք կարողանանք հակաօդային պաշտպանության համակարգի սահմանափակող օրենքներն են չեղյալ համարվել։ Այսինքն Ռուսաստանը կորցրել է իր ազդեցությունը, թեկուզ այն, որ թուրքական բանակը այսօր, թուրքական բանակի մասնաճյուղը Սամուր գետի ափին է, Դաղստանում է, երբեք Արաքսը անցած չի եղել թուրքական բանակը, հիմա անցել է, պատկերացնում եք Ղազախստանում չինական ազդեցությունը, Ադրբեջանում թուրքական ազդեցությունը, Իսկ դուք ինչպես կմեկնաբանեք, Ռուսաստանը կգերադասի Ամերիկայի հետ լավ հարաբերություններ, թե Չինաստանի։ Այլընտրանք չունի, նա չի կարող Չինաստանի հետ այլ հարաբերություններ ունենալ։ Մեր դասագրքերում Սիբիրը համարվում էր, դասագրքում գրված էր, որ Սիբիրը Չինաստանի նախկին տարածքներն է, մշակութային կենտրոններ, նկարներ, բաներ, Կվանտունսկայա կոմունա եւ այլն, այսինքն Վերջին հաշվով 1925 թվականին, 26 թվականին ռուս-չինական պատերազմ է եղել երկաթուղու պատճառով։ Ռուսները երկաթուղի են Խարբինից մինչև Պորտ Արտուր։ Իսկ Հնդկաստանը, պարոնեք, չկա այս խաղում։ Ոնց չկա։ Բա մենք ասեցինք որպես հակակշիռ Հնդկաստանն են ձևավորում։ Չինաստանի հակակշիռը Հնդկաստանն է։ Հնդկաստանը որպես ճիշտ այնպես ինչպես Ռուսաստանն էր Թուրքմենստանի թուրքական քանի 12 պատերազմ է եղել, ռուսները 12 անգամ Օսմանյան Թուրքիայի դեմ կռվել են։ Դա եղել է պոլիգոնը, կամ ասենք բոլոր տեսակի Նապոլեոնին ու Գերմանիային ում տարածքում են ջարդել։ Ռուսաստանի տարածքում անգլիական զենքով, անգլիական փողերով, դրանք մաքուր մենք դասագրքերում անցել ենք, որ Բորոդինոյի ճակատամարտին Մարտին մասնակցել է անգլիական հրազենը, անգլիական հրետանին, անգլիական բարութը, անգլիական սվինը եւ փողը ֆինանսավորել է Անգլիան, Բորոդինոն։ Այսինքն Նապոլեոնի դեմ կռվում է Ռուսաստանի տարածքում Անգլիայի համար։ Ընդհանրապես Նապոլեոն Ռուսաստան մտավ այդ բլոկադան խախտելու պատճառով։ Հիմա Հնդկաստանը ունենալու է նույն խնդիրը, բա որտեղ են Վիետնամը ցույց տվեց, որ կարող է կռվել Չինաստանի դեմ։ 1977 թիվն է, որ թիվը չէ, Չինաստանը մի անգամ հարձակվեց, Վիետնամը քիչ է, Վիետնամը բավարար չի, ուրեմն Հնդկաստանին զինում են, տեխնոլոգիա են տալիս, հիմա արդեն հայտարարեցին, որ կապիտալն են տեղափոխելու Հնդկաստանը դառնում է դաշնակից, ընդհանրապես գալիս է հակակշիռների ռեժիմը, Ճապոնիա, Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Հնդկաստանի դեմ, Իրան, Պակիստանի դեմ Եվ այսպես մինչև հիմա Ռուսաստանը հետաքրքիր է ինչն է ներողություն, որ այդ տականում են, չէ՞, կամաց զորիցը բալանսները ձևավորվում են, ոնց որ միշտ ձևավորվել են վերջի 300-400 տարում եւ դրա հաշվին է խաղաղությունը։ Հենց Վեստֆալիայից հետո էլի։ Վեստֆալից հետո արդեն ձևավորվել է եւ 31 պատերազմից հետո է։ Այո, 400 տարի արդեն տենց է խաղաղությունն այս ազդեցության գոտիներով, բայց Ամերիկան ոնց որ վերցնում ու բոլոր իր դաշնակիցներին այդ հավասարակշռությունը հնարավոր է դառնում դաշնակիցների միջոցով, ինքը որևէ մի երկիր, որ կամ երկու երկրների խումբ չի կարող այդ հավասարակշռությունը ու խաղաղությունը պահել։ Տեղի ունենում հիշեք Նենսի Պելոսին, որ եկավ սկզբունքն է աշխատում, Ամերիկան խախտում է դա հիմա։ Թայվան, Ուկրաինա, Հայաստան այս երանգյունին շատ կարևոր է։ Պարոն Սահակյան, իսկ այս աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին ո՞ր ճանապարհով պետք է գնա Հայաստանը։ Ամենաբարդ հարցն է, սկզբից տայք հոգնեցինք, նոր եք հարցնում։ Այս կառավարման պայմաններում քաղաքական մտքի զարգացվածության այս աստիճանում Հայաստան որ կողմ էլ գնա դժվար է։ Որովհետև օրինակ նայեք Ալիևը ինչ է անում, Ալիևը միջազգային հարաբերությունների ուղղությունները ուսումնասիրել է 20-25 տարի, ինքը դրա մեջ էփում է։ Եվ կարողանում է հարաբերություններ ձևավորի եւ BVR-ի հետ, եւ MBVR-ի հետ, գիտի ում հետ ոնց խոսալ Զելենսկու նման չի գնա կռիվանի, գիտի ում հետ ոնց խոսալ եւ ոնց կառուցել հարաբերությունները։
տրանսպորտային հարթակներ ստեղծում։ Հայաստանյան իշխանությունները Հայաստանյան իշխանությունները աղետ են, այսինքն այն ինչ տեղի ունենում մեր հետ Հայաստանի իշխանությունների, բայց մենակ իշխանությունների չէ, էլի, ես այտենց պերսոնաները շատ էական դեր չունեն։ Ավելի շատ էական դեր ունի քաղաքական միտքը, որը իրանց հնարավորություն է տալի կառավարել, կառավարման օղակների մոտ լինել։ Իսկ ուրիշ ով կլիներ քաղաքական դաշտից, որ ավելի լավ կկառավարի, ես կարծում եմ շատ քիչ այտենց դերակատարներ կան։ Որտեվ քաղաքական միտքը ինքը կաղում է։ Հայաստանի ժողովուրդը հայերը այդպես չսովորեցին պետություն ստեղծել եւ տեսեք այսօր Եվրամիության հետ ասոցիացիան ինչ-որ պրոցեդուրա է գնում, ինչի համար։ Ոնց որ 200 տարի առաջ տեր է մագալ, չէ՞, ասում են ես համաձայն եմ, որ թղթի վրա գրած որպես կոնցեպտ դա տես չի։ Բայց խոշոր հաշվով տեր է մագալ, Ռուսաստանը մեզ դավաճանել է, մի ժամանակ ինքն էր երաշխավորում։ Գուցե դաշնակից ասենք, պոլիտ կոռեկտ։ Դաշնակից տեր կա, ում էլ հանձնվեց տիրություն կանի, բայց մենք հիմա դաշնակից ենք։ Ես այդ Եվրո մերձեցման կողմնակիցն եմ, հա, ինձ ցավոք տրորեցիք իմ ոդկա մի տրորեք։ Մենք գործընկեր ենք փնտրում։ Մնացել ենք մենակ չի կարող գոյություն ունենալ հայկական պետություն, ասենք չի կարող մի հատ Եվրամիություն գործընկեր լինել։ Գործընկերը Ռուսաստանը միշտ էլ կարելի է գործընկերություն անել, եթե շահերը անում։ Այո, եթե ստացվում է։ Գործընկեր կարող լինի Եվրամիությունը, բայց Հայաստանի քաղաքական միտքը գործընկեր չի փնտրում, տեր է փնտրում, որը կերաշխավորի քո անվտանգությունը։ Չէ, դա զրպարտություն է մեր հասցեին ասել են դուք եք կրկնեք, մենք տեր չենք։ Եթե Հայաստանը կանգնի անվտանգային խնդիրների առջև, Եվրամիությունը իր աջակցությունը ցույց կտա։ Եվրամիության գոյությունը որպես դաշնակից արդեն աջակցություն է, որ մենք Եվրոպայի հետ ենք, մեր համար ներքին, այն ներքին խնդիր կա, որ մենք պետք է ինքնավստահ լինենք։ Անշուշտ անհրաժեշտ է, որ մենք ինքնապաշտպանության բավարար ռեսուրսներ ունենանք։ Այն չափով, որ մեր դեմ ինչ որ ոտնձգություն, մեր վրա հարձակումը լինի ծանր պատիժ։ Այսինքն դա չափազանց մեծ վնաս պատճառ է հարձակվողի, ասենք մեր հարևաններից որևէ մեկը, եթե խախտի մեր սահմանները կամ մեր շահերի դեմ գնա, ինքը իմանա, որ հարված ստանալու է դրսից, մեզ կարող են օգնել։ Այ որ ասենք ուրիշը գալու է, ոնց որ հիմա ոմանք երազում են, ասում են թող ռուսը գա մեր համար կռվի, ռուսին կռվածնենք Թուրքիի, Պարսիկի, Հնդիկի, Արաբի հետ կռվածնենք, այդպես չի լինելու։ Ոչ էլ ֆրանսիացին կգա մեր համար կկռվի, Ինջիլիկի պատմությունը, այդ Իսկենդերոնի Ալեքսանդրեթի Կիլիկիայի, որ հանձնեցին այսինքն եթե մենք կռվենք, եթե մենք մեզ պաշտպանենք, մենք դաշնակից ունենք Եվրոպային, իրենք դա հայտարարում են, այլ ուժեր, օրինակ հարևան երկրներից ոչ մեկը չի հայտարարում, որ մենք ձեր դաշնակիցն ենք, մենք ձեր անվտանգությունը, ձեր երկրի սահմանների անձեռնմխելիությունը հարգում ենք, այ եթե որևէ մեկը հարևաններից ասի, որ հարգում ենք ձեր երկրի գոյության իրավունքը, բայց ցանկանա, որ մենք իրեն մերձենք։ Տեսեք, մեր հարևաններից որևէ մեկը, եթե հայտարարի, որ հարգում է մեր գոյությունը որպես պետություն, մենք չեն հարգում մեր գոյությունը։ Չեն հայտարարել։ Ես չգիտեմ հարգում են թե չէ, հայտարարությունը չկա ընդհակառակը։ Հակառակ իմաստով որպես միջանցք, որպես ֆորպոստ, որպես օկուպանտ, որպես գրավիչ։ Տեսնում եք, տեսակետը մեր հարևանները չեն հարգում մեր գոյությունը։ Մեկը Արևմտյան Ադրբեջանը ասում դրան, մեկը ասում մինչև նրա պահանջները չկատարեք, վրացիները ուրացեք գենոցիդը կա բանը, ուրացեք, որ դուք նրանք էլ են ասում, ուրացի, որ դու սասունցես, մշեցի ես, ադանայից ես, վանեցի ես, ասում են ուրացեք, արդարացրեք մեր գողությունը, մեր հանցագործությունը արդարացրեք, այն որ ասում են թուրքերը, ասում են առանց պայմանների, ասում են արդարացրեք մեզ, դուք մեր զոհն եք, դուք զոհն եք, բայց հիմա հայտարարեք, որ մենք ենք ձեր զոհը, դուք եք հանցագործ։ Պետք է մենք լեգիտիմացնենք եւ այդ բանը, դա որ լեգիտիմացնենք եւ չի ստացվում մեր վեճը, ինչ եք ուզում մեզանից, չենք։ Եթե մենք ամեն դեպքում մերձենանք Եվրոպայից, ինչ առավելություններ կունենանք Հայաստանում։ Ինչը կփոխվի Հայաստանի։ Նախ եւ առաջ ասացի, որ մենք այդ մեկուսացումից, հուսալքությունից, բանից դուրս կգանք, գիտենք, որ մենք մենակ չենք, այ շատ հարցերում մենք համաձայն ենք ձեր դեմ։ Դուք մեզ չկարողացաք խեղճացնել։ Մենք մենակ չենք։ Երկրորդը մենք ստանում ենք գաղափարներ, տեխնոլոգիաներ,
արտադրական կարողություններ շուկա, չէ՞ որ մենք մտնում Եվրոմիությունը դա նաև շուկա է տնտեսական։ Պարոն Արշակյան, Զենք, զինամթերք արտադրելու սեփական երկրում հնարավորություն։ Մենք հիմա տնտեսական առևտրային կապերով կապված ենք Ռուսաստանի հետ։ Ոչ միայն։ Օրինակ, որպես սպառնալիք Ռուսաստանը կարող է, չէ՞, մեր գազը անջատել։ Բայց ինչի՞ Ռուսաստանը բոբոչի ինչի՞ պետք է անջատի։ Եթե փորձենք Եվրոպայանը, բայց կներեք հետո ասեցի որ իր գազը ինքն էլ վաճառում է։ Ինքը այստեղ բիզնես է անում։ Մենք մեր մինչև գազի տնային տնտեսային որ գազարիչ միացնում է, դա բոլոր փողը գնում է Ռուսաստան։ Հիմա իրենք իրենց են վնասել։ Մեզ այդ ինադարայելներին, հա, չէ, ռուսները ինչի պետք է համել։ Նախ ով ասեց որ դրանք այդքան վատն են ռուսները։ Ինչ եք վախացնում մեզ ռուսներով։ Պետք չի վախացնել։ Իսկ հայկական արտադրանքները ինչ ճանապարհով են հասնելու։ Լավ արտադրանքները կխնդրեն կտանեն, ընդհանրապես լավ ապրանքը բոլորն էլ տանում են։ Վատ արտադրանք, հիմա մենք ասում ենք ռուսները չեն հասկանում որ մեր խմիչքը որակով չի տանենք խմացնենք, չեն հասկանում որ մեր լոլիկը նիտրատներով հագեցած է, հա դա է իսկականը։ Հարկավոր է լավ արտադրանք, մրցունակ արտադրանք արտադրել, դրա համար եմ ասում եվրոպական տեխնոլոգիա է պետք։ Եվրոպան պետք է գա իր տեխնոլոգիայով եւ իր շուկայով։ Իսկ Եվրոպան կհամաձայնվի գալ։ Բայց ինչը բայրա գնում էլի ամենտեղ էլ գնում է եվրոպացիները մենք հենց դրա մասին ենք որ ծույլ են ծնվում են պետությունը պահում են մեռնում են պետությունը թաղում է դու գիտեք որ հիմա սերունդների համերաշխություն կոչված է Եվրոպայում չկա մարդիկ ծերանոցում են մեռնում ու հաճույքով զավակները ծնողներին չեն պահում ծնողներն զավակներին չեն պահում ուղարկում են մանկապարտեզ մանկամսուր հետո չգիտեմ որ Եվրոպային դուք մի աչքով եք նայում երկուսով նայեք տեսեք որ Եվրոպան չի սիրում աշխատել ինքը աշխատացնում է կբերի մենք էլ կաշխատենք աշխատասեր ենք իրանց էլ կվաճառենք իրենց առումով եթե թույլ տաք երկու նկատառում անեմ նախ եթե մենք ինքներս չկարողանանք այն ուժը գեներացնել որ ինքներս մեզ պաշտպանենք մեր գործընկերը Ռուսաստանն լինի Եվրոպան լինի Ամերիկան լինի մենք մեկը պարտվելու ենք որովհետև այո համաձայն եմ ես այսինքն նայեք գործընկերությունը այդպես բան չի էլի թղթի վրա գրելով չի ոչ էլ հրճակելով եթե դու բավարար ուժեղ պարտներ չես որ քեզնից ոչ միայն քո վրա ծախս անեն այլ նաև քեզնից օգտվում մի հարց տամ եթե մենք հաստատենք նոր էլի հարցը տակրավ եթե դու այնքան չկաս որ քեզ ինքդ պաշտպանես քեզ ոչ մեկ չի պաշտպանելու եթե կարողանում ես պաշտպանել եթե կարողանում ես այդ հմտությունները ունես եւ հզորություն ունես պաշտպանել եւ ոչ միայն քեզ պաշտպանել, այլ նաև արտահանես անվտանգություն արտահանելու խնդիրը պաշտպանես քո տարածաշրջանում, այդ ժամանակ է գործընկերություն լինում։ Եթե դու թույլ ես եւ քեզ անդադ պետքա որփի պես պահեն, սնուցեն, մի հատ էլ կան տեղդ կռվեն, ոչ թե սպառող լինենք, այլ նաև գործընկեր եւ արտահանող անվտանգություն։ Այդ դա է մեր խնդիրը։ Մենք կարող ենք արտահանել անվտանգություն, բանակ կարող ենք ուղարկել որևէ երկրում, որտեղ որ աղետ է եղել խաղաղություն ապահովելու համար, այլ մենք դա ենք ասում, մենք պետք է այնպեսի բանակ ունենանք, որ արտահանենք, ուղարկենք խաղաղություն ապահովելու համար։ Այդ դեպքում մենք գործընկեր ենք, այսինքն այնպես չի լինելու, որ մենք գնանք մեկի թևի տակ մտնենք, ոնց որ հիմա ասում ենք, մտնենք ռուսների թևի տակ, ասում ենք ռուսներին դա ձեռ չի տալիս։ Մի բերեք դրանց ստեղ կրված։ Եվ երկրորդը նկատառումը որ կուզեի անել, հիմա պարոն Արշակյանը շատ ոգևորված է այդ եվրոպական հրավերական։ Հա, ես ոգևորված եմ։ Ուզում եմ վարակել ձեզ, չգիտեմ կստացվի թե չէ, բայց զուտ Եվրոպան ինքը պարոն Արշակյանը նշեց ոնց որ իր խոսքում, որ մեծ ճգնաժամերի առաջ է եւ ինքնության ճգնաժամի առաջ է եւ տնտեսական եւ անվտանգային եւ նույնիսկ հոգեբանական այս մի շաբաթը եւ Եվրոպան դեռ շատ ճանապարհ ունի անցնելու մինչեւ ձևավորվի որպես այնպեսին, որը կարող է ապագայում մեզ գործընկեր լինել։ Եթե մենք կանգնած լինենք ընտրության առջև, պետք է ընտրենք Եվրոպային թե Ռուսաստանին ամեն դեպքում ում վրա կարող ենք ընտրություն չի լինելու։ Չկա տենց ընտրություն։ 2000 տարի է մեզ կեղծիքով, բանով մեզ համոզում են հիմնական դրսից կամ քաղաքական գործիչներ, որ տենց երկընտրանք կա։ Չկա այդպիսի բան։ Դու ընտրում ես քո արժեքների համաձայն եւ այդ պահանջների ու անելիքի համաձայն, շահերի սպասարկման համաձայն ընտրում ես ում հետ այդ բանին ավելի սերտ լինես, ում հետ հետագայում ավելի սերտ լինես, ում հետ ճշնամի լինես։ Եթե մենք նայեք
Քոչնամու բարեկամին ընտրում է։ Եթե Հայաստանը Իրան շատ էսօր խոսում են, որ Զելենսկի Բայդեն այդ հակամարտությունից հետո Ուկրաինան կպարտվի, չի եղել երկրագնդի վրա մի տեղ, որտեղ պատերազմ լինի եւ այդտեղ զենք չկարանան բերել ոչ մեկը։ Այդտեղ ոչ զենքի խնդիր է լինելու Ամերիկայի կողմից տված, ոչ փողի խնդիր է լինելու։ Այսինքն փող ու զենք միշտ լինելու է պատերազմի համար, որ կռվողը պետք, կռվող եթե որտեղն էլ լինի, կռվող էլ կճարեն։ Եթե իսլամական պետությունը կարողանում էր վերբով կանի բերի իր համար կռիվ անեն, հաստատ Ուկրաինան կռվող էլ կճարի։ Պարոն Սահակյան, խոսեցիք պատերազմի հնարավոր ավարտի մասին։ Ձեր կարծիքով ի վերջո ինչպիսի ավարտ կունենա հակամարտությունը ռուս-ուկրաինական։ Այդ հարցի ակնկալիքը որպես պատասխան ակնկալիք է նա, որ սա կհաղթի կամ նա կհաղթի։ Այդպես բան չի լինելու։ Եթե զուտ հումանիտար տեսանկյունից, համամարտկային արժեքների տեսանկյունից երկուսն էլ պարտվելու են, այդքան բան կորցրեցին, այդքան մարդկային ռեսուրս կորցրեցին, երիտասարդ, այդքան աշխատուժ կորցրեցին, այդքան խորտակված ճակատագրեր բաներ, երկուսն էլ պարտված են այդ առումով։ Հարաբերությունները փչացրեցին, գործընկեր կորցրեցին ի վերջո։ Իսկ զուտ տնտեսական տեսանկյունից ես կարծում եմ Ուկրաինան ուժեղացած է դուրս գալու ավելի, քան Ռուսաստանը։ Այսինքն Ուկրաինան չի պարտվի։ Հնարավոր չի, որ 50 միլիոնից պետությունը կարող է տարածքներ կորցնի, այդ առումով Այդ դեպքում Թրամփը կբանակցեր մի պետության ղեկավարի հետ, որը հավանական է, որ պարտվի։ Չէ, պարտվելը ո՞րն է։ Ռուսաստանը լիկվիդացիան ուկրաինական պետությունը կլիկվիդացվի, թե չի լիկվիդացվի։ Ինքնիշխան պետությունը անհնար է լիկվիդացնել։ Եվ Ուկրաինայի արժեքը որպես պետություն, որպես անվտանգության արտահանող ուրիշների համար շատ կմեծանա եւ դա իր հետևից տնտեսական օգուտներ կբերի։ Բայց որ ասես Ռուսաստանը կպարտվի, այտենց էլ չի լինելու։ Հակառակը, եթե մեր դրամաբանությամբ նայենք, մեր քաղաքական մտքի Ուկրաինան տարածքներ է կորցրել, հետեւաբար պարտվող Ուկրաինան է լինելու։ Բայց արդյոք Ուկրաինան այդ դրամաբանությամբ նաեւ առաջի համաշխարհային պատերազմում Ռուսաստանը պարտվեց ըստ էության, երբ որ դուրս եկավ եւ մեծ տարածքներ կորցրեց, բայց հետագայում 1 միլիոն քառակուսի կիլոմետր կորցրեց 55 միլիոն բնակչություն։ Հետագայում վերական հետագայում Ուկրաինան այո, հիմա տարածքներ գուցե կորցնի, մեծ հավանականությամբ։ Տեսեք, եթե մենք խոսում ենք հավանական ավարտի մասին, փաստացի Թրամփը եւ լավ հարաբերություններ է ձևավորում Ռուսաստանի հետ եւ Ուկրաինայի նախագահի հետ օգտակար հանածոնայի վերաբերյալ համաձայնագիր է կնքում։ Փաստացի երկու կողմի հետ են դրական հարաբերություններ է տանում եւ մենք չենք կարող վերլուծելով ասել, որ այո, Ռուսաստանը կպարտվի կամ հակառակը, այո, Ուկրաինան կպարտվի։ Հիմա ուզում եմ հստակ ձեր տեսակետը լսել։ Պարոն Արշակյան, կպարտվի Ռուսաստանը։ Իհարկե ոչ, Ռուսաստանը խիստ կարևոր ֆունկցիա ունի, հենց հիմա Ռուսաստանին Թրամփը գայթակղելով հրավիրում է Խաղաղ օվկիանոս Չինաստանի դեմ ֆունկցիա է տալիս։ Նույնիսկ ասում եմ, որ ես տեսեք ներկայացում սարքեցին, տեսեք ինչ լեզվով եմ խոսում ձեր հակառակորդի հետ։ Իսկ հակառակորդին էլ ասում է, որ ես թույլ չեմ տա, որ Ուկրաինան լիկվիդացվի, դա իմ գործն է։ Այսինքն Ռուսաստանը չի կարող պարտվել, որտեղ գործ ունի, ֆունկցիա ունի, Ուկրաինան չի կարող պարտվել, որտեղ քաղաքակիրթ աշխարհի պարտությունն է եւ աշխարհակարգի պարտությունն է։ Այսինքն ուժեղը ցանկացած ուժեղ պետություն կարող է իր հարևանի դեմ պատերազմ սկսել եւ հաղթել, քանի ուժեղ պետություն կա։ Այսինքն դա անթույլատրելի է, ոչ ոք աշխարհում արդեն 51 պետություն արդեն միավորվել է Ուկրաինայի կողքն է, դաշնակիցն է, որ ասում է համաձայն չենք, որ Ուկրաինան պարտվի։ Տեսեք ինչ է ստացվում, դրա համար են մարդիկ ասում, որ պատերազմը սխալ է, պատերազմով չի կարելի հարցերը լուծել, որովհետև չի լուծվում։ Եթե ոչ ոք չի պարտվելու ու ոչ ոք չի հաղթելու, Ուկրաինան չի հաղթելու Ռուսաստանին, Ռուսաստանը չի հաղթելու Ուկրաինային, բայց ինչ է արյունահեղությունը սկսել։ Այդ դրա մասին է խոսքը։ Թրամփը դրա մասին է խոսում, ես դեմ եմ պատերազմին Եվրոպայում, այնտեղ ինքը պատերազմին կողմ է, ինքը մերձավոր արևելքում լավ էլ կռվել է ու հետո էլ կկռվի։ Այսինքն Ռուսաստանը քանի դեռ ունի ֆունկցիա գործառույթ աշխարհում հարավի դեմ,
հերավոր արևելքի դեմ, ոչ ոք, ոչ Եվրոպան, ոչ հայերս չենք ուզում, որ Ռուսաստանը կործանվի։ Բայց մենք չենք ուզում, որ Ռուսաստանը հարևաններին տրորի։ Եվ իմ վերջին հարցը, ի վերջո, երրորդ համաշխարհային պատերազմ կլինի, թե ոչ։ Պարոն Սահակյան։ Իսկ երրորդ համաշխարհային պատերազմը ել ոնց է լինում։ Հա, այնօք մենք դրա մասին ենք խոսում էլի։ Հեսա հենց համաշխարհային պատերազմ, եթե 51 պետություն ոչ միայն եվրոպական պետություններն են դրանք, հեռավոր արևելքից Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան, Զելանդիան, Նոր Զելանդիան, Կանադան մասնակցում են այս պատերազմին։ Հա զինվորներ են ուղարկում, հա 3 առաջ 150 հոգի, 30 հոգի օտարերկրացիներ են եղել, տեսուչները ուսումնարանն են ռմբակոծել։ Իսկենդերով ռմբակոծել են ուսումնարանը, պարզվում է, որ այսինքն համաշխարհային պատերազմը հենց այդպիսին է, զենքը, զինամթերքը, ռեսուրսները եւ անձնակազմը պատերազմին մասնակցում։ Եթե Հյուսիսային Կորեայի զինվորները կռվում են, դա համաշխարհային չի։ Եթե անգլիացիները, ֆրանսիացիները զոհվում են մարտի դաշտում, դա հենց համաշխարհային պատերազմ է։ Ուղղակի այն մեր պատկերացրած, որ Ժուկովը եւ Մանշտեյնը հանդիպեցին, այդպեսին չի։ Չէ, հետագայում 50 տարի հետո ցույց կտան ոնց են Զալուժնին ու բանը քարտեզի դեմը կանգնած։ Այսինքն այն պատերազմներն էլ են սենց եղել, ուղղակի մեզ ֆիլմերից մի քիչ ուրիշ պատկերներ են հայտնի, դրա համար շփոթում ենք, որ սա կարող է Սա երրորդ համաշխարհային պատերազմն է։ Շատ լավ, պարոնայք, շնորհակալ եմ, իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Ազատ Արշակյանը եւ Սուրեն Սահակյանը, կհանդիպենք։